Սցենարիստ հաղորդավարուհի Դիանա Գրիգորյանն ինստագրամյան հարթակում հանդես է եկել տեսահաղորդով, այդպիսով խոսելով այս դժվար օրերի մասին, նշում է, որ շնորհակալ է այն կյանքի համար, որով ապրում է, եւ ասում է, թե ինչքան կարեւոր բան է շնորհակալ լինելը։ Դերասանուհին իր խոսքում նաև անդրադառնում է մարդկանց, ովքեր անկեղծ են եւ իրենց կյանքը շոու չեն դարձնում հանուն ինչ-որ բաների։ Նրա խոսքը ներկայացնում ենք հաջորդ թիվ առանց մեկնաբանության։ Ողջույն բոլորին, այսօրվա իմ խոսքը շնորհակալության մասին է, որ մարդը իրեն կարող է լիարժեք համարել, երբ ունի այդ զգացողությունը, շնորհակալություն։ Շնորհակալ լինելը, դրանից ավելի կարևոր բան այս կյանքում չկա։ Շնորհակալություն։ Ամեն օր, ամեն վայրկյան շնորհակալություն, որ մենք ունենք այս կյանքը, որ մենք վայելում ենք այս կյանքը, իր բոլոր գորշգույներով, խժդժություններով, փորձանքներով, դժվարություններով, բայց մենք տեսնում ենք այս կյանքը, մենք վայելում ենք այս կյանքը, որովհետև կյանքն իր բոլոր դժվարություններով միևնույն է վայելք է։ Ես շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր բարի են, ովքեր ազնիվ են, բարի են, ովքեր ազնիվ են, ովքեր անկեղծ են, ովքեր ձևականություններից հեռու են, ովքեր չեն փորձում իրենց կյանքը սարքել շոու, ովքեր գործողություններ չեն կատարում դեմոնստրացիայի համար, ովքեր նայում են քո դեմքին կամ քո աչքերին եւ անկեղծ շփտում, անկեղծ բարևում են, ոչ թե դրա տակ ինչ-որ ենթատեքստ կա։ Այս կյանքում ամենակարևորը առողջությունն է, ընտանիքի անդամների առողջությունն է։ Աստված թող բոլոր նրանց, ովքեր կանգնած են դժվարությունների առջև, օգնի, բժշկի բոլոր հիվանդներին եւ տա մեզ հնարավորություն ապրելու։ Շնորհակալ եմ եւս մեկ անգամ ու ուզում եմ, որ բոլոր հիվանդներն առողջանան։ Ուզում եմ, որ Նայած բազմիցս նշել եմ։ Արդեն մի քանի օր է հայկական մամուլում ակտիվորեն տարածվում է դերասան ամուսիններ Կարեն Հովհաննիսյանի եւ Մանե Հակոբյանի ամուսնալուծության մասին տեղեկությունը։ Այս մասին Կարեն Հովհաննիսյանը հարցազրույցներից մեկի ժամանակ խոստովանեց, նշելով, որ արդեն մեկ ամիս է, ինչ իրենք կայացրել են տվյալ որոշումը միմյանց հետ այլևս ամուսիններ չլինելու։ Զույգն ունի դուստր, փոքրիկ Նանեն։ Այս լուրից հետո համացանցում իսկական իրարանցում էր առաջացել, մարդիկ չէին կարողանում հավատալ ու հասկանալ, թե ինչը կարող է պատճառ լինել այս գեղեցիկ սիրո պատմության ավարտի։ Շատերը նշում էին, որ միգուցե Կարենը չի կարողացել համակերպվել Մանեի աշխատանքին, չի կարողացել ընդունել, որ կինը կարող է իր հետ աշխատել, չէ՞ որ նրանք այս պահին նկարահանվում են Գոյապարտ հեռուստասերիալում։ Շատերի խոսքով նրանց բաժանումից հետո միգուցե նրանցից մեկը լքի հեռուստասերիալը, քանի որ նրանք այլևս ամուսիններ չեն եւ միգուցե իրենց հարաբերությունները այնքան էլ լավ չեն։ Սակայն Կարեն Հովհաննիսյանը հարցազրույցի ընթացքում նշում է, որ իրենք adekvat մարդիկ են, կարողանում են այնպես անել, որ իրենց ամուսնալուծությունը որևէ վատ կողմ չունենա եւ հատկապես դստեր կյանքում փորձում են ամեն բան անել, որ նա չնկատի, որ լիարժեք ընտանիքը այլևս անցյալում է։ Թե ինչն է իրականում այս զույգի բաժանման պատճառը, ինչու սիրելի դերասանները այլևս դադարեցին միմյանց հետ ամուսիններ լինել, ինչ սև կատու անցավ նրանց միջով, դժվար է ասել, մեզ մնում է ձեզ ներկայացնել Մանե Հակոբյանի հրապարակումները ամուսնու ամուսնալուծության մասին հայտարարելուց հետո։ Օրինակ ինքը Սա այսքան դեռ կա, ես այսքան դեռ չեմ օգտագործել, բայց ես պետք է նա շփոթեմ, որովհետև ինքը գրեմային պրոդուկտ է եւ ժամկետի մեջ չի այլևս, արդեն 1 ամիս կլինի ժամկետն անցել։ Ինքը թափվում է միանշանակ ու որոշել եմ չգնել այնպիսի բաներ, որոնք ես ունեմ, օգտագործում եմ, որ նորը չգնեմ ու հինը էլի տենց մնա, հետո մի օր էլի շփրտեմ, մի խոսքով ափսոս են, շատ ափսոս են, օրինակ այս highlighter-ն էլ իր ժամկետն էլ արդեն մոտ մի ամիս անցել,
Էլ չեմ գնելու նոր պրոդուկտ, մինչև նախորդը չվերջանա։ Իրականում մի քիչ եւ մի քիչ շատ տխուր է, որ ես հարցը ChatGPT-ի հետ եմ քննարկել, բայց հարց ունեմ։ Այս բլաշը կարելի է օգտագործել ավելի երկար, քան իր վրա նախատեսված ժամկետն է, եթե իր տեքստուրան չի փոխվել, մաքսիմալ հերմետիկ պայմաններում է պահվել եւ մաքուր կոկիկ է օգտագործվել, ասեց, որ սովորաբար օգտագործվում է նաեւ մոտ 2 տարի։ Խնդրում եմ, եթե մասնագետներ կան իմ էջում, կարող եք ինձ խորհուրդ տալ, ես սա ամեն դեպքում դեն նետեմ, թե կարելի է դեռ օգտագործել եւ չվնասել։ Երեք դերասան Կարեն Հովհաննիսյանի մասնակցությամբ հաղորդումը տարածվեց համացանցով մեկ, որտեղ վերջինս առաջին անգամ անկեղծ խոստովանում էր իր եւ Մանե Հակոբյանի հարաբերությունների մասին։ Նա նշում է, որ ինքն ու Մանե Հակոբյանը այլևս ամուսիններ չեն, նրանք ամուսնալուծվել են։ Դերասան Կարեն Հովհաննիսյանի խոսքով այս նոր կարգավիճակը արդեն 1 ամսվա պատմություն ունի։ Կարեն Հովհաննիսյանը արձազրույցի ընթացքում նշում է, որ ինքն ու Մանե Հակոբյանը հասկացել են, որ այլևս չեն կարող լինել ամուսիններ եւ կայացրել են տվյալ որոշումը։ Կարեն Հովհաննիսյանը նշում է, որ քանի որ իրենք ունեն փոքրիկ դուստր, ամեն բան անում են, որպեսզի երեխան չհասկանա ծնողների բաժանումը եւ չհասկանա ու չգիտակցի ստեղծված իրավիճակը։ Կարեն Հովհաննիսյանը նշում է, որ ամեն բան անում են, որպեսզի երեխան չնկատի երկուսի բացակայությունը, միասին համատեղ չապրելը եւ այդպես շարունակ բաժանումը փորձում են դեռևս փոքրիկից թաքցնել։ Համացանցում մեկնաբանություններ են գրում շատերն այն մասին, որ այս զույգը այդպես էլ ի սկզբանե միմյանց ներդաշնակ չի եղել, նրանք միմյանց անհամապատասխան են եղել։ Շատերն էլ նշում են, որ տարիքային տարբերությունը միգուցե իր սև գործն արել է։ Շատ մարդիկ էլ նշում են, որ Մանե Հակոբյանի նոր աշխատանքը Գոյամարտ հեռուստասերիալում նկարահանվելը միգուցե իր ազդեցությունն է ունեցել դերասան ամուսինների բաժանության մեջ։ Իրականում ինչ է եղել, ինչու է այս զույգը եկել բաժանման որոշման դժվար է ասել, սակայն պարզից էլ պարզ է, որ այստեղ մի բան այն չէ, երբեմնի ներդաշնակ միմյանց սիրող ամուսինները ինչու որոշեցին այլևս մեկ տանիք չկիսել։ Նշենք նաև, որ դերասան Կարեն Հովհաննիսյանի մասնակցությամբ այս հաղորդումի տարածումից հետո Մանե Հակոբյանը շարունակում է ինստագրամյան հարթակում հրապարակումներ անել իր աշխատանքային գործունեությունից եւ ցույց է տալիս, ասես թե ոչինչ չի եղել եւ չի անդրադառնում ամուսնու սկանդալային հայտարարությանը։ Դերասան Կարեն Հովհաննիսյանի կինը, դերասանուհի Մանե Հակոբյանը բավականին սիրված է եւ ակտիվ է հարության շրջանում։ Մանեն պարբերաբար հրապարակումների տեսքով է հանդես գալիս, ցույց տալիս դստեր մասնակցությամբ տեսանյութեր ու հոլովակներ, ինչպես նաև ժամանակ առ ժամանակ հրապարակումների տեսքով խոսում է այս կամ այն իրավիճակի իրադարձության մասին, որը անհանգստացնում է իրեն։ Այսօր Մանե Հակոբյանն ինստագրամյան էջում հուզիչ հրապարակում է արել, ցույց տալով, թե ինչպես է հետևում մանկական Եվրատեսիլ 2025-ին եւ ինչպես է մեր պատվիրակի ելույթին հետևելիս արտասվում։ Մանեի փոքրիկն ասում է, ինչու ես լալիս մայրիկ, իսկ Մանեն էլ նշում է, որ չի կարողանում բացատրել ինչքան է սիրում մանկական Եվրատեսիլը եւ առասարակ մեր ներկայացուցչին։ Հավելենք նաև, որ ավելի վաղ տեղեկացրել էինք դերասանուհին ինստագրամյան էջում հանդես է եկել հրապարակումով նշելով, որ իրականացրել է երկար տարիների իր երազանքը։ Վերջինս մասնակցել է կնոջ կյանքի բարեփոխում Ֆեմինա հաղորդաշարին եւ որոշել գնալ փոփոխության։ Կյանքիս ամենաճիշտ ու անհրաժեշտ փուլում ստացա առաջարկը իրագործելու գլխումս վաղուց ծնված ու հասունացած ցանկությունները։ Անհավանական շնորհակալ եմ Յուրիևնա Մարինային եւ Ֆեմինա AM-ի ողջ թիմին։ Նշենք նաեւ, որ երևում է, որ Մանե Հակոբյանը վիրահատել է իր քիթը։ Հավելենք նաեւ, որ Մանե Հակոբյանը վերջին շրջանում առավել շատ սիրվեց նկարահանվելով Վերջին զանգը հեռուստասերիալում։ Թեպետ այս սիրված հեռուստասերիալում Մանե Հակոբյանի դերը շատ կարճ տևեց, այնուամենայնիվ երկրպագուները հերթական անգամ սպասում են դերասանուհուն տեսնել այլ նախագծերում, թե ինչն էր պատճառը, որ Մանեի դերն այդքան կարճ տևեց, դժվար է ասել, սակայն պարզից էլ պարզ է, որ Մանե Հակոբյանը շատ էր սիրել այս թիմը եւ շատ էր սիրում այստեղ նկարահանվելը։